գեղեցիկ հայոց բնորաններից մեկում ենք եւ այստեղից ուղևորվում ենք էլ ավելի գեղեցիկ բնորան, անունն էլ Եղեգիս։ Ընկերության փայլատակման օր է, երկու ընկեր 60 տարի իրար հետ ընկերություն են անում, դպրոցական տարիքից սկսած։ Բաս անակնկալ էլի։ Այլի, հա, բա։ Անակնկալ էլի, ինչ դժվար, անակնկալ։ Չես հարմացել։ Դες խաշքարը նկարի։ Բարեկամներ, հարգանքներս, այսօր մենք գտնվում ենք Շատին գյուղում, Շատինի վերևի թաղամասում, հոստում կոչվող թաղամասի մոտ ենք եւ այստեղ լեռները ուղղակի չքնաղագեղ են, հրաշք, կարծր ժայռեր, կարծես սա լինի սիմֆոնիա, Վայոց-Ձորյան սիմֆոնիան եւ այստեղ մեծացած մարդը չի կարող ուղղակի հայրենասեր չլինել, հայրենասիրությամբ վարակված չլինի, ձեր հետ էլ վարակի մնացածին։ Այնպես որ մենք հիմա գեղեցիկ հայոց բնորաններից մեկում ենք եւ այստեղից ուղևորվում ենք էլ ավելի գեղեցիկ բնորան, անունն էլ Եղեգիս։ Եղեգիսում ընկերներ այսօր ընկերության փայլատակման օր է, երկու ընկեր 60 տարի իրար հետ ընկերություն են անում, դպրոցական տարիքից սկսած։ Ժիրայր մեծ աղբեր այս պահին գտնվում է Երևանում ու արդեն բավականաչափ երկար ժամանակ է որ Երևանում է, իսկ ավակ մեծ աղբերը Եղեգիսում է եւ այսօր նրա ծննդյան օրն է։ Իսկ նրա ընկերը չէր ուզում անտարբեր գտնվել եւ որոշել է մի տարբերվող ձևով շնորհավորի այս անգամ ընկերոջ ծնունդը եւ մենք պետք է միանգամից չասենք անակնկալում կողմից է, այնքան հարց տանք, մինչեւ ինքը ճիշտ տարբերակը ասի։ Ձայնիս համար ներողություն խնդրեմ, որովհետեւ ես մի քիչ վատ առողջ եմ։ Ձեզ բան է, էլի ջերմությունն է, բան է, որ մարդուս ես խեղճացնում, հա, որ կան է, աղջիկները ասում են, տղամարդը երբ որ ջերմում է, դեղաշորի մեջ են ցույց տալի, որ վсё արդեն վարի է այդում բան, մենք այդպես չենք, մենք ուժեղ ենք, մենք այսպես կարանք ջերմագին ձևով գնանք պատվերի, ուժեղ լինենք, դիմանանք ու հաղթահարենք։ Իսկ ո՞վ դու հասկացար, ես ինչ եմ ուզում ասեի։ Հələ, ձեր հետ էլ մատել անակնկալ անենք, այդ տենց ենք մենք սիրում։ Դրա համար էլ մի կողմից էլ եկել եմ այս սարերի զորությունը վերցնեմ, որ ավելի շուտ լավանամ։ Եվ այս սարերն ու ժայռերը ինձ հետ դեռ փոքր տարիքից խոսել են, զրուցել են եւ խորհուրդներ են տվել։ Այն խորհուրդները, որոնք մեր հազարամյա դարավոր փորձն է տվել Սարուքարին, իսկ Սարուքարը ամեն սերնդին փոխանցում է լուր ձևով, ուղղակի պետք է սովորես նրանց լսել, երբ որ լսում ես շատ բան ես իմանում մեր պատմության մասին, մեր նախնիների մասին, մեր գենի մասին։ Հիմա մեր առաջ բացվելու է Եղեգիսի հարթավայրը, որտեղ ժամանակին եղել է իշխանանիստ քաղաք, արդեն սկսում է քիչ-քիչ երևալ ավերակները Եղեգիս իշխանանիստ քաղաքի, իսկ ձախ վերևի անկյունում արդեն բլրի վրա տեղակայված է Սմբատաբերդը, որը հայոց աշխարհում ներկայիս դրությամբ երկրորդ կամ երրորդ հաճախ զբոսաշրջիկների կողմից այցելվող վայրն է։ Եվ շատ լավ է, որ պատմական հողի վրա հիմա ունենք այգիներ, տեսեք ինչ սիրուն ծառերը տնկել են էս, հիմա որ մի ամիս էլ անցնից թե ամբողջովին դեղին չոր եղանակա լինելու այս ծառերը տնկել են, խնամում են, որ այդ գեղեցկությունը միշտ մնա, կանաչը միշտ լինի եւ ամեն նայելուց զգաս մեր ազգի աշխատասիրությունը, ստեղծարարությունը եւ արարչությունը։ Գեղեցկությունը արարչության մեջ է եւ մենք էլ պետք է մեր արարչին նման լինենք բնավորությամբ ու արարենք, ստեղծենք։ Սմբատաբերդը հիմա շատ պարզ երևում է, բնակերտ ժայռապատեր են, իսկ որտեղ որ չկա ժայռեր, այնտեղ ձեռքով շարված պատեր են։ Այս սա է հզորությունը։ Պատմում են պատմիչների վկայություններից պարզ է դառնում, որ իշխանանիստ քաղաքը երբ որ հայտնվել է վտանգավոր իրավիճակներում, քաղաքից շատ արագ ժողովուրդը
փոքրից մինչև մեծ, այսպես սարի լանջի վրայով քայլելով բարձրացել են ու պատը սպարվել Սմբատաբերդում։ Ես հիմա որ պատկերացումներից ուժեղ եմ, պատկերացնում եմ այդ տեսարանները, ինչ ձև են մարդիկ այստեղ ապրել, իրենց անվտանգությունը պաշտպանել։ Բարեկամներ մուտք են գործում Եղեգիս գյուղ եւ գնում ենք որոնումների, որ գտնենք մեծ աղբեր ավակին, իմանանք տանտեղը ու գնանք անակնկալ անելու։ Եղեգիս գյուղը փոքրիկ գյուղ է, բայց շատ սիրուն հանգստյան տեղեր ունի, ինչպիսիք են Sky House-ը, Էլեգիսը եւ էլի կան անունները չգիտեմ, բայց կան։ Աղբերներն են, մեր մատաղ սերունդն է կադրերում։ Եվ իհարկե Դավիթի միակ ու անկրկնելի Եղեգիսյան խանութ չէ, լավ էլի կարենք օմար, Դավիթի խանութն է լավ, բայց էլի խանութ կա։ Բարեկամներ, մինչ դրոնն է շրջում Եղեգիսի երկնքում, նկարում Եղեգիսի եվնաշրջակայքը գեղեցիկ, մենք ստեսություն ենք ասում Դավիթին, Դավիթ ապրես որ ասիր ուրեն, պարզվեց, որ մեր հոբելյարը հիմա ռեստորանում է մեծ ծնունդ է կազմակերպել, հետևաբար մենք պետք է գնանք Եղեգնաձոր, քարի տակ կոչվող ռեստորան։ Այնպես որ կրկնակի ուրախալի է, ուղղակի դասընկերը ոչ մի բան չի ճշտել, որ հանկարծ չկասկածի, որ անակնկալ կարող է լինել, հետևաբար մենք էլ գնում ենք ու գեղեցիկ կազմակերպենք մեր բաժին անակնկալը։ Այո, բարեկամներ, դες խաչքարը նկարի, հնամյա, հազարամյա։ Մոտենում ենք արդեն քարի տակ ռեստորանային համալիրին, որտեղ անցկացվում է հրաշքի 70-ամյակը, գեղեցիկ առիթը, մեր մեծ աղբերավակը իր բարեկամների, հարազատների հետ հավաքվել է եւ ուրախանում է իր ծննդյան օրը։ Այդ են պահը չի, որ ասես տխերում մի տարի էլ մեծացավ, չէ։ Ավակ մեծ աղբերը լավ գիտի ինչ համար է մեծանում, ինչ ալնում, ոնց ալնում։ Այնպես որ մենք էլ այդ առիթով գնում ենք նրան ոգևորենք ընկերոջ կողմից։ Փակ է մուտքը այս կողմից, ես էլ ասեմ այսօր ընդ շատ բաներ կար մի տեսակ։ Բարեկամներ գնանք իմանանք Թամադանով է հանդիսավայրը, որ հանդիսավայել անակնկալը կազմակերպենք, բայց Վարդան, կաղա դու գնաս տենաս ով է գաս։ Ախպեր, երևի այս մեծ զալն է։ Հա։ Լսի ես անամ սիձելնիկների վրա դու ճշտի արի։ Հա։ Այկար էլի 1000 բարին, ոնց ես բարեկամ։ Անետ Արմեն ջան, հաճելի է շատ։ Եկել ենք անակնկալ անենք, մի հատ հայտարարես։ Այդ ես կասեմ ներսում։ Պետքա մի քիչ տանջեմ նոր ասեմ։ Գամ դու միկրոֆոն տալու ես խոսամ, հա։ Դելա։ Երեխա երկու հետ ենք անում։ Երեխա է երկում հիմա։ Լավ է երկում։ Ախպեր, ես օպերա էր երկում, հա։ Ավակ ժորա։ Գաս անակնկալ էլի։ Հա էլի, հա բա։ Անակնկալ էլի, ինչ դժվար, անակնկալ։ Բարև ձեզ բարև եք ավակվել։ Ես նրան եմ որոնում, ուրենա։ Ավակ մեծ աղբեր ծննդդ շնորհավորնի եկել եմ քեզ շնորհավորեմ։ Գիտես որտեղից եմ եկել։ Հələ ենթադրի էլի, ձեր գյուղից ելել եմ ձեր գյուղ, որ քեզ գտնեմ ծննդդ շնորհավորեմ։ Հերո էի ման գալիս մոտիկ գտա։ Ծննդդ շնորհավոր լինի, մեծ ծափերով շնորհավորենք։
Դե վերցերու ես քաղցրությունը, ես քեզ շատ կարևոր մարդու կողմից եկել եմ շնորհավորեմ։ Վերցերու որ վառեմ, հրավառություն անենք իրար հետ։ Դե սիրուն, չես հարմացել։ Այսենց։ Շնորհավորանքներ հեռավոր տեղերից, ասեմ, համ ֆիզիկապես հեռու, ֆիզիկապես էլ է հեռու անակնկալարողը, համ էլ այդ տարիների խորությունն էլ է հեռու, ինչքան շուտ բանց եք իրար հետ ընկեր, դաս ընկեր, հարազատներ։ Ժիրիկի կողմից։ Բա, հետ ոնց մի անգամ։ Տադևոսյան ժիրիկ։ Տադևոսյան ժիրայրա։ Ժիրո աղբորդ կողմից, քեզ շատ սիրում է իրան տանիքի կողմից, շնորհավորանքներ, քաղցրություն, հիմա մեր լավ երազանք պայի, քանի որ սա տանց է արված ամեն ինչը։ Իմացի երազանքը կատարվելու է։ Շնորհակալ եմ ապրես։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Իմ դասընկերն է 10 տարի մեկը սովորել եք, այսօր առավոտը ժամը 6-ին զանգելով շնորհավորել է ծնունդը։ Ասիր չեք, հա, ասիր արի քարիտակ։ Դե ասած գործի եմ, հնարավոր չի։ Ապրեք ծափերի համար դե մեծ երազանք պահի, փչիտով կատարվեն քո բոլոր երազանքները։ Ծնունդը շնորհավոր Կոնգերը քո համար միշտ այսպես երկնքից փաթիլներ է թափելու, որ դու լավ զգաս քեզ։ Ոսկի մարդ ես, լավ ընկեր, առողջ ելնես միշտ սիրված։ Լավ բաներ ես ասում, սենց ասա։ Ասեմ շնորհակալ եմ ուղարկողից էլ, բերողից էլ, բոլորից էլ, բոլոր հարազատներից, բոլորից էլ դու ես։ Բոլորն էլ քեզնից են գոր, այս սապերն են դրա վար ապացույցը, իսկ մենք հեռանում ենք, դուք մնում եք լավ կեփ անեք, Արմեն ջան, քեզ էլ շնորհակալ եմ, աղբերս ձենս ինչ ես կտրում, աղբեր։ Թող ասեմ շնորհակալ եմ ես քեզ, մի հատ ծափեր տանք մեր Արմենի, որ հեռավոր տեղերից եկել է, ձեր առիթը գեղեցիկ անցկացնի, որ ավելի լավ անցկացնի։ Ձեզ լավոր բարձր տրամադրություն։ Շատ ապեսարապետ է, ստացվեց։ Իհարկե ստացվեց, իհարկե։ Ելե, աղբեր։ Բարեկամներ նկատենք ինչքան գեղեցիկ են սարքել Քարիտակ ռեստորանային համալիրը։ Այս ջրվեժը արդեն բան է, սայտերի հայտնի ջրվեժն է, էլ սա գալիս է նկարվում են։ Շուտով կլինի պաֆոսնի զուգարան, որ աղջիկներ են, որ մտնում են զուգարանի հայելու մեջ նկարում են, այդտեն զուգարանը սարքում ստե, այնպես որ իմացեք, թազա ֆոտոզոնա էլ ալնելու։ Իսկ հին ու բարի Քարիտակ ռեստորանային համալիրը էսա, տեսեք։ Առաջին հին ու բարին սա է, երկրորդ հին ու բարին սա է, ու գնալով սերունդ փոխանցվելով զարգանում է, մեծանում է, պահում են ավանդույթները, իսկ ընդ տենց ռեստորաններ քիչ կան, արի նկարել բան եմ ցույց տալի։ Այստեղ խորովածը միշտ անում են խաղողի մատից, տեսեք ու զգացեք, թե գաղտնիքը որն է, որ այստեղ խորովածը նմանը չունի, ոչ մի տեղ, գնացինք։